Я люблю тебя до слез. Սերգեյ, հայ։ Hi. Միշտ երազել եմ քո հետ որևէ ֆորմատով անել ինտերվյու ու այնքան հետաքրքիր է, որ այսօր խոսալու ենք երաժշտությունից, մի բան, որ քո կյանքում ամենակարևորը չի ընդհանրում եմ, կամ էլ կարող է ամենակարևորներից է, հիմա կբացա։ Հիմա արի սկսենք քո մանկությունից։ Որ երգն է, որ առաջինն ես հիշում մանկության մասին մտածելով քո։ Ուրեմն մենք ունենք մագնիտոֆոն պրայգրավացիայի պլաստինկաներով, որը չգիտեմ ինչի նվիրեցինք մանկապարտեզին։ Ենթադրում եմ, որ ինձ լավն են այնտեղ, ու մի հատ պլաստինկա ենք նվիրել, Солнечный круг. Այդ առաջի երգն է։ Տանը առաջի երգը, որ ասոցացվում է մանկության հետ, դա Ալլա Պուգաչովայի «Делу время в потехе час»։ Делу время, потехе час։ Դու տենց բավականին սերտ կապված ես քաղաքականության հետ։ Եթե քաղաքականությունը լիներ երաժշտական ժանր, որը կլիներ քեզ։ Ջազ։ Ջազ, հայկական քաղաքական։ Որովհետև ամեն ինչ խառն է ու միշտ չի հասկանալի է ինչա կատարվում։ Միանգամից կամ հաջորդ հարցին, որ ինձ թվում է էլի պատասխանը գուցե ջազ է լինի։ Որն է այն ժանրը երաժշտական, որը դու հանգիստ կջնջեիր պատմությունից ու որ ընդհանրապես ոչ է լիներ աշխարհում։ Ուրեմն չուկչաների երաժշտությունը, որը ասեցի չէ լար են տեսում։ Այդ ժամերով ինչ որ մեդիտացիան ման բան է, ենթադրում եմ դա շատ հավես բան է, երբ -50 է դուրսը ու դու դուք ես բռնում, պետք է մի բանով զբաղվել։ Առանց դրա ինձ թվում է կարային կապրենք։ Yes։ Սինեմանան որն է քո ամենասիրած խումբը, երգիչը, երաժիշտը աշխարհում, ամենասիրածը։ Ես ինձ նույնականացնում եմ որպես բիկլաման եւ ես այն բազմա կողմանի զարգացած երաժշտասեր չեմ։ Այո, նենց է ստացվել, ես ինձ շատ է դուր եկել Beatles-ը ու դրա կողքը ինձ չի կարողանում լուրջ ընդունել որևէ այլ խմբերի կամ երգիչների, չնայած իմ դիապազոնը հետո օնլայն վերջ, այնտեղ մտավ Անդրեյ Գուբինը, Ջոն Լենոնից կողքը, տենց Անդրեյ Գուբինն, Բիանկան Պոտապ եւ Նաստյան, նրանք ուղղակի ժամանցային են, իսկ լուրջ հարաբերություններ ես ունեմ միայն Beatles-ի հետ։ Եթե մի երգ պատմության երեսից հնարավորություն ունենայր ջնջելու, որ երգը կլիներ, որովհետեւ զզվում ես այդ երգից, որ ալերգիա ունես այդ երգից համար։ Ես կարամ ասեմ մանկությունում որ երգը կջնջեի, ահա որ նրվայանում էի, երբ Ալեքսանդր Սերովը սկսում էր երգել «Я люблю тебя до слез». Каждый вдох, как первый раз. Не, извиняюсь, если мы не. Ու ինձ թվում էր շատ ուղիղ է, էլի այդ երգը, համ ուղիղ է, ինչ որ «Я люблю тебя» ուսած միանգամից վաբանկ է գնում ու այդ ձենով, այդ դաժե ձեն չի, ինչ որ գրեհիկ, խադավիկի, ինչ որ աղմուկ է մեքենա սարքելու ժամանակ, Կայմետովից վատն է։ Կայմետովը իմ համար դից անիմաստ է, ինքը ոչ մի բան չուներ։ Բայց դու իրան հետևում ես Ինստագրամում։ Ես Կայմետովին հետևում եմ Ինստագրամում։ Այս շատ հավես է այս զրույցը։ Հիմա ես կուզեմ անդրադառնանք քո պլեյլիստի 5 երգերին, որոնք որ դու իսկապես լսում ես։ Երկը համար առաջին։ Նայ, օրինակ երբ մարզադահլիճում սկսում եմ վազել, դեռ բացահայտեցի, առաջ լեկցիաներ եմ լսում, բայց զգացի, որ երգի տակ շատ ավելի արագ եմ վազում։ Ու զգացի, որ անդադ, որ ուզում եմ որ անեմ, որ լավ վազեմ, մի հատ երգ կա, որ շատ դուրս գալիս է։ I'm losing my favorite game կոչվում։ I'm losing my favorite Թմբուկի մի հատ պարտիա կա, որ ասես դրդդն, մոտիվացնում է, սկսում է բլերը, հետո իմ մոտ գալիս է արդեն ենթագիտակցական կապվածությունը, որտեղ Ամերիկայում աշխատում է ռեստորանում ու ամեն օր այնտեղ Avril Lavigne էր ռադիոյով, ու դրա համար տենց ավտոմատ գնում դեպի Avril Lavigne, Skater Boy-ից մինչև Complicated։ Boy, man, չէ, ոնց էր I wanna be your girlfriend. Hey, you, I could be your girlfriend. You, I don't like your girlfriend. Hey, Mekel այնտեղ պարտադիր հնչում էր Monkeys խմբի and then I saw her face, dun, 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 I'm a believer. And I saw her face.
հաճելի ռետրո։ Սա երրորդն էր արդեն։ Սա երրորդն է, հա։ Հետո image զարթնում է կոնտրաստի սիրահարը։ Մտածա մի վարքյան, իսկ ինչու չլսել 70-ականների աստեղ կոլաբիլդի мы поедем, мы Мы поедем и помчимся на оленях удом. Գալա բիլդի տունդրա, չէ՞, տունդրա երկյան։ Հետո բալանս եմ գալիս կամ Բիանկայով, կամ Պոտապ եւ Նաստյայով։ Որտեւ իրանք ոնց որ կատակ են անում երաժշտության հետ։ Իրական երգ չի։ Իրենք ուղղակի որպես զվարճանով, հա։ Կատակերգություն։ Ասենք բանը, пришла и оторвала голову нам. Пришла и оторвала голову нам чумачечая весна, и нам не до сна. Эц, եթե Պոտապը Նաստյայից Բիանկայից, были танцы, были танцы։ На нашем на дворе, ой, горели фонари, были танцы, были танцы. Նաև չեմ կարող չխոսել քո ֆանտաստիկ հիշողության մասին երկերի տեքստերի հարցում։ Միայն Beatles-ի հարցում։ Բոլոր Beatles-ի երգերը դու գիտես անգիր։ Ես ուզում եմ հասկանամ Դե ես ոնց ես դու դա արել, ոնց ես կազմակերպել, այդ պատդրել ես, կարդացել ես, սովորել ես թե լսելով, ուղղակի տենց այդքան ունակ ես ավելի, քան բոլորս։ Ես միշտ նախանձել եմ այն մարդկանց, ովքեր կարողանում են երկերի բառերը իմանալ։ Ես միջև հիմա երկերի բառը չեմ կարողանում, նույնիսկ իմ սիրած երկերի։ Դրա համար ուսանող ժամանակ որոշեցի, օքեյ, գոնե Beatles-ի երկերը ես պետք է իմանամ։ Վերցրեցի մի հատ ընկերուների Beatles-ի գիրք մեր, բոլոր երկերը ու ակորդներով։ Ու ուղղակի մի քանի ամիս անգիր եմ արել։ Օ, բայց Դաժան ձևով, բայց հետո շատ լավ ինվեստիցիա էր ամբողջ կյանքի համար այդ ժամանակը։ Որտեղ շատ ներվայնացնող է, որտեղ սիրում ես այդ երգը ու անգիր չգիտես։ Շատ, ես միջև բան ներվայնանում եմ, որ Եթե սիրում ես, պետք է ուղղակի սովորես նստես։ Նստեցի ու սովորեցի։ Իսկ մեծ հարգանքի ես արժանի դրա համար։ Բիանկայի կամ Պոտապը Նաստյայի երգերը, էլի ասենք այդ Վիսնան միլիոն անգամ լսել, միլիոն անգամ, բայց առաջ երկու բառից հետո այլ չեմ հիշում։ Որովհետև չունես ընկեր, ով ունի գիրք, որտեղ կան Պոտապի եւ Նաստյայի տեքստերը, գուցե դրանից է։ Թերևս, կավլից է։ Շատ շնորհակալ եմ, որ եկար, չմերժեցիք մեր երաժշտահրավերը։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրեցիք։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ կարող եք լսել Սերգեյ Սարգսյանի playlist-ը անհատական iMusic հավելվածի մեջ, ուղղակի ներբեռներով հավելվածը եւ փնտրել բաժնում գրելով Սերգեյ Սարգսյան։ Մենք небом голубым, весь город золотой. Все, морանում եմ բարերը։ Բայց ես